Ցահալը ցամաքային գործողություն է սկսել Գազայում, ըստ Jerusalem Post-ի եւ Axios-ի իսրայելական կողմը մտադիր է գրավել քաղաքը եւ վերացնել Համասը։ Վերջին օրերին Ցահալն ուժեղացրել էր ավիահարվածները Գազային, ոչնչացնելով բազմաթիվ բարձրահարկ շենքեր, որոնք ըստ Իսրայելի Համասն օգտագործել է ռազմական նպատակներով։ Կացը X-ում գրել է. Գազան կրակի մեջ է։ Բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին։ Նախազգուշացրել չեն թույլատնի ճնշումը, մինչև չհասնեն իրենց բոլոր նպատակներին։ ՄԱԿ-ի միջազգային անկախ քննիչ հանձնաժողովը զեկույցում եզրակացրել է. Գազայում Իսրայելի իշխանության գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բնորոշումներին։ Ակնհայտ է, որ մտադրություն կա Գազայում ոչնչացնել պաղեստինցիներին այնպիսի գործողությունների միջոցով, որոնք համապատասխանում են ցեղասպանության մասին կոնվենցիայի չափանիշներին, ասված է զեկույցում։ Թրամփը հնարավոր է հանդիպի Զելենսկու հետ հաջորդ շաբաթ Նյու Յորքում, որտեղ տեղի կունենա ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը Թել Ավիվից Դոհա թռիչքից առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամբողջականությունը պաշտպանելու համար Իրանը Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի եւ Բելարուսի հետ համատեղ ներկայացրել է գործակալության համապարփակ երաշխիքների համաձայնագրով ընդգրկված միջուկային օբյեկտների եւ ենթակառուցվածքների վրա հարձակումների բոլոր ձևերի եւ սպառնալիքների արգելման մասին բանաձևի նախագիծը։